Արցախի հանրայինի եթերը շարունակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող ստարտափ հաղորդաշարը։ Բարև ձեզ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի հերթական սոցիալական ցանցեր թեմայով սեմինարը անցկացվեց Արցախի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների համար։ Ուսանողները ծանոթանում են իրենց ապագա մասնագիտության նրբություններին և սոցիալական ցանցերին։ Լավ կադրերի հայտնաբերման ամենատարածված ձևերից մեկը ուսանողների մասնագիտական պրակտիկան է։ Այս գործընթացը այնքանով է հաջող, որ ապագա մասնագետները ծանոթանում են իրենց ընտրած մասնագիտության բարդություններին ուսուցման ժամանակ, որի շնորհիվ էլ նրանք ձեռք են բերում անգնահատելի մասնագիտական փորձ, ինչն էականորեն տարբերվում է այն գիտելիքներից, որոնք ուսանողները ստանում են բուհերում։ Միակ խնդիրը այն է, որ անհրաժեշտ է գտնել միջոցներ և ցանկություն զբաղվելու ապագա մասնագետներով։ Սեմինարները մեզ համար նախ առաջին հերթին ուսուցողական են, փորձնական ուսուցողական են, այդքան էլ ծանոթ ենք սոցիալական կարգերին, կայքերին, տեխնիկայի պրոբլեմա արդեն չունենք այդքան համալսարանում, չենք առնչվում, չունենք ակտիվ պրակտիկա, այս մեր համար ակտիվ պրակտիկա է։ Փորձում ենք կամաց ընտելանալ, սովորել, որովհետև մեզ համար շատ կարևոր է այսօր մեր Արցախում եղած բոլոր լրատվամիջոցներից ամենակարևորը ինձ թվում է ինտերնետն է։ Սեմինարին մասնակից ուսանողները էլեկտրոնային փոստ բացելուց հետո արդեն մուտք գործեցին Facebook սոցիալական ցանց և սկսեցին ծանոթանալ տրված հնարավորություններին։ Հավաքվել ենք այստեղ, որպեսզի ավելի լայն հասկացողությամբ հասկանանք, թե ինչ է նշանակում սոցիալական ցանցերում ընդգրկվել, այնտեղ գործել և իրար հետ համատեղ աջակցելով իրար հասնել մի նպատակի։ Անհնար է գտնել մեկին, ով одноклассникում, այսպես ասած, գրանցված չլինի, նրանց համար դա սովորական դարձած, կարող են ժամերով նստել համակարգչի դիմաց և одноклассникում ինչ-որ գրառումներ կատարել, թե իրեն ժամանց անցկացնել, բայց Facebook ավելի լայն հասկացողություն է, այստեղ գործում են ոչ միայն սովորական ժամանցային ծրագրերի համար, այլ նաև լուրջ թեմաներով։ Յուրաքանչյուր տեղեկատվություն մեզ կարող է օգնել մեր կարծիքը կազմել այս կամ այն խնդրի վերաբերյալ, եթե մենք ունենք մեկ համընդհանուր խնդիր, ինչը այսօր դա կայանում է Ղարաբաղյան հիմնահարցը, և այս թեմաներով ևս շատ խոսվում է Facebook-ում և տարբեր սոցիալական ցանցերում, մենք պետք է և լավ տեղեկացված լինենք, թե ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում և ինչ են խոսում ընդհանրապես մեզնից։ Այսօր գիտենք տեղեկատվական պատերազմը այնքան մեծ լայն բնույթ է կրում, որ մեր թշնամին դա գաղտնիք չէ մեզնից առավել ուժեղ է տեղեկատվական պատերազմին, քանի որ նրանք ստույգ տվյալներ չունեն և փաստերն են կեղծում։ Սեմինարի ընթացքում կիրառվող մեթոդները դրական արդյունքի դեպքում կարող են օգտագործվել մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչն էլ էականորեն կլրացնի բարձր որակավորում ունեցող մասնագետների բացը։ Հիմնական տարբերությունն այն է, որ այս սեմինարները հիմնականում կիրառական բնույթ ունեն, էապես տարբերվում են գործնականից, որոնք կազմակերպվում են բարձր կուրսի ուսանողների համար, իսկ որպես հիմնական խրախուսանք կամ եթե կարելի է այդպես արտահայտվել հիմնական մրցանակ կլինի ուսանողներին աշխատանքի տեղավորելը։ Apple ընկերությունը մարտի 7-ին սպառողներին կուրախացնի պլանշետային iPad 3 համակարգչի 2 տարբերակով։ Չի բացառվում նաև iPad 3-ի հետ միասին iPad 2-ի մատչելի տարբերակի թողարկում 8 GB ֆլեշ հիշողությամբ։ ՏՏ նորություններն են եթերում։ News.am-ը գրում է. Ուրախների և հնարամիտների ակումբը բացել է իր պաշտոնական ալիքը YouTube-ում։ Այժմ ՈՒՀԱ-ի միլիոնավոր երկրպագուներ հնարավորություն ունեն հեշտությամբ գտնել սիրելի խաղի ձայնագրությունները։ Կայքում տեղակայվել են ավելի քան 2000 վիդեո ձայնագրություն։ Փնտրման համար համակարգը թույլ է տալիս հեշտությամբ գտնել նախընտրած հատվածը, քանի որ այն թեմատիկ հաջորդականությամբ է դրված։ Մեկ օրվա ընթացքում Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակի գործարկվելուց հետո այն ներբեռնել են ավելի քան միլիոն անգամ։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին Microsoft-ը բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռել ներբեռնել preview.windows.com կայքից Windows 8-ի հրապարակային փորձնական տարբերակը։ Windows 8-ի փորձնական տարբերակը, որը նախատեսված էր մշակողների համար, ներկայացվել էր սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից պլատֆորմում ավելի քան 100,000 փոփոխություն են կատարել։ Windows 8-ի օգնությամբ Microsoft ընկերությունը մտադիր է ճնշել պլանշետային համակարգիչների արագ զարգացող շուկայի իր հակառակորդներին։
Նյուրնբերգում Embedded World ցուցահանդեսում ներկայացվել է ապագայի լվացքի մեքենա, որը ելք ունի դեպի ինտերնետ, կարողանում է աշխատել RFID և NFC տեխնոլոգիաների հետ։ Բացի այդ, կարողանում է պարզել կտորի տեսակն ու գույնը, RFID նշաններով կոճակներից, որի օգնությամբ խուսափում է իրար խառնել գունավոր և սպիտակ հագուստը, նաև օպտիմալացնում է լվացքի ծրագիրը։ NFC հեռախոսի օգնությամբ անսարքության դեպքում մեքենան կարողանում է զանգահարել տեխնիկական կենտրոնի մասնագետին, ով կարողանում է իր աշխատավայրից դիագնոստիկա անցկացնել և շտկել անսարքությունը։ Տորոնտոյի կենսաբանական այգու օրանգուտանգներին կնվիրեն խաղալիք պլանշետներ։ Նոր խաղալիքի օգնությամբ նրանք կարող են երաժշտություն լսել, էկրանների վրա հետևել մյուս վանդակների իրենց ընկերներին։ Հնարավոր է նաև նրանց հետ անցկացնեն տեսակոնֆերանս։ Հետազոտողները կարծում են, որ տեղեկության մեծ ծավալը օգտակար կլինի անազատության մեջ ծնված կենդանիների մտավոր զարգացման համար։ Բացի դրանից, տեսակապը շատ կարևոր է կանադական երկար ձմեռվա ընթացքում, երբ նրանց պահում են փակ տարածքում։ Այժմ մշակվում է վանդակներում պլանշետների տուփերը հուսալիորեն ամրացնելու միջոցը։ Կապիկների համար գերզգայուն էկրանների օգտագործման փորձ արդեն արել են։ Էգ կապիկը և նրա ձագերը սիրում են էկրանի վրա հետևել առանձին ապրող մեկ այլ էգ կապիկի պահվածքին, ընդ որում նրանք հեշտորեն ճանաչում են իրար և իրենց սեփական պատկերները։ Կենսաբանները կարծում են, որ դիտարկելով, թե ինչպես են մարդանման կապիկները օգտագործում պլանշետները, հնարավոր կլինի ավելի լավ հասկանալ, ինչպես է նրանց մոտ զարգանում որոշում կայացնելու գործընթացը։ Google ինտերնետային հսկան հաքերներին կվճարի $1 միլիոն, եթե նրանք կարողանան հայտնաբերել Google Chrome բրաուզերի քիչ թե շատ խոցելի կետերը։ Google ընկերության ներկայացուցիչները $60,000, $40,000 և $20,000 չափով մրցանակներ են սահմանել կապված խոցելիության բարդության հետ, որոնք հաքերները կհայտնաբերեն բրաուզերում։ Chrome-ը միակ բրաուզերն է, որի պաշտպանությունը հաքերները չեն կարողացել կոտրել մրցույթի շրջանակներում։ Թերթ.am-ը գրում է. Բարսելոնայում տեղի ունեցած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է իր նոր PureView 808 սմարթֆոնի արտադրության մասին, որը զինված կլինի ռեկորդային 41 մեգապիքսել ֆոտոխցիկով։ Սմարթֆոնը ունի 4 դյույմանոց PureView էկրան, որը պաշտպանված կլինի քերծվածքներից և հարվածներից։ Panorama.am-ը գրում է. Anonymous հաքերային խմբի անդամները պատրաստվում են սույն թվականի մարտի 31-ին անջատել 13 գլխավոր DNS սերվերները, որոնց վրա է հիմնված ողջ համացանցը։ Հաղորդագրության համաձայն Anonymous-ը այսպիսով որոշել է պայքար մղել ոչ թե առանձին այս կամ այն կայքի կամ կազմակերպության դեմ, այլ միանգամից անջատել ողջ ինտերնետը։ Մարտի 31-ին ծրագրավորված գործողության մասին հայտարարել է խմբի ներկայացուցիչներից մեկը, ով էլ նախաձեռնությունը կոչել է գլոբալ անջատման գործողություն։ Տեղեկատվության համաձայն համացանցի վրա մեծածավալ հարձակում իրականացնելու համար և առավել մեծ թվով հաքերներ ներգրավելու նպատակով Anonymous-ը նույնիսկ հրապարակել է 13 գլխավոր սերվերների IP հասցեները։ Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները իրենց իսկ բնութագրման պայքարում են տեղեկատվական հասանելիության կառավարությունների և կորպորացիաների կողմից սահմանափակումների վերացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ։ IT-Trend.am-ը գրում է. Դուք ունեք iPhone և մի քանի զույգ շիշ գարեջուր, բայց բացիչ չունեք, այդ դեպքում ինչ անել, բացել գարեջուրը iPhone-ով։ Ոչ, ափսոս է։ Այս տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է բացել գարեջրի շիշը iPhone-ով, չվնասելով այն։ 4D Life Park-ը դա ինտերակտիվ զբոսայգի է, որը գտնվում է Հարավային Կորեայում։ Life Park-ը թերևս ամենավերջին գլուխգործոցն է վիրտուալ իրականության աշխարհում, որն առաջարկում է այցելուներին ստեղծել ավատարներ և կառավարել դրանցով հսկայական չափսեր ունեցող էկրանի վրա։ Այն կազմված է 65 տարբեր ատրակցիոններից։ Յուրաքանչյուր այցելու ստանում է RFID ձեռնաշղթա, որի օգնությամբ կարելի է ստեղծել սեփական 3D կերպար և համագործակցել ուրիշ վիրտուալ կերպարների հետ։ Դիտեք և գնահատեք այս կենտրոնի բոլոր հնարավորությունները։
Բլոգերների մի մասը հիմնական գրառումները կատարում է առօրյա կյանքի վերաբերյալ, մյուս մասը քննարկում է տվյալ ժամանակում տեղի ունեցած կարևոր իրադարձությունը կամ էլ ներկայացնում ինչ-որ նորություն, որն իրեն դուր է գալիս, իսկ մի մասն էլ զբաղվում է այն ամենով, ինչը գտնում է, որ կավելացնի այցելուների թիվը։ Բլոգերների գրառումները բլոգինգում։ Արլեն Շահ բլոգերը գրում է. Սիրելի բարեկամներ, գիրքը հանրօգուտ համամարտկային եւ մնայուն արժեքներից է, գիտելիքներ անբարելու եւ զարգանալու ապավեններից մեկը։ Հայ ժողովուրդը միշտ էլ ավանդական եւ նվիրական վերաբերմունք ունի գրքի նկատմամբ։ Ավելին, 2012 թվականին Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք եւ տոնում ենք հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը։ Այսօր սոցիալական պայմանների եւ նաեւ կյանքի որակական, բովանդակային եւ արժեքային փոփոխությունների պատճառով ցավոք գիրք չեն կարդում եւ հիմնականում ինտերնետի միջոցով են ստանում իրենց հետաքրքրող տեղեկությունը։ Այնուամենայնիվ ցանկացած տեղեկություն արժեքավոր է նախ տպագիր տեսքով։ Միայն այդպես է լիարժեք կերպով զգացվում այն ամբողջ ջանքն ու եռանդը, նվիրումն ու էներգիան, որ դրվել է տվյալ աշխատանքի մեջ։ Առաջին հերթին հենց տպագիր տեսքով արված աշխատանքն է դառնում շոշափելի, առարկայական, ձեռքին հասանելի եւ սրտին մոտ։ Տպագիր գիրքը սկսում է ապրել, լինել տեսադաշտում, դառնում է մեր սեղանի գիրքը, սիրելի ընկերը, կյանքի խոսուն եւ արժեքավոր մասնիկներից մեկը։ Այն հաճախ առանցքային նշանակություն է ունենում մեր կյանքում, դառնալով հասունության, աշխարհընկալման եւ մտահորիզոնի լայնացման լավագույն ուղենիշներից մեկը։ Ինտերնետի լայն տարածումը մեր կյանքում անշուշտ շատ լավ է, իհարկե, եթե դրանից օգտվում ես ճիշտ եւ խելամիտ կերպով։ Սակայն եթե համեմատում ենք ինտերնետի եւ գրքի կյանքի տևողությունը մարդկության պատմության ընթացքում, ապա համոզվում ենք, որ ինտերնետ անունով տեխնոլոգիական հանճարեղ այդ երևույթը ավելի երիտասարդ է, քան մեզ հետ եւ մեր կողքին դարեր շարունակ ապրած եւ ապրող գիրքը։ Այսօր ինտերնետը տեղեկույթի փոխանցման եւ ստացման, ժամանակի եւ տարածության կրճատման անփոխարինելի եւ անգերազանցելի միջոց է, իսկ գիրքը եղել եւ մնում է նույն այդ տեղեկույթի փոխանցման եւ ստացման, ժամանակի եւ տարածության կրճատման իրեղեն փաստաթուղթ, մարդու ստեղծագործական մտքի, հույզերի եւ զգացմունքների արտահայտման գեղագիտական արգասիկ։ Եվ այդպիսով գիրքը մնայուն արժեք է, այն մարդկային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումների կրողն է։ Ես սիրում եմ գիրքը եւ ուրախանում եմ, որ մեզանում դեռ շատ կան մարդիկ, ովքեր արժևորում են այն, գնահատում եւ սիրում։ Անի Կուլին գրում է. Անշուշտ առաջ այսպիսի բան արել եք, հենց մի փոքրիկ երեխա եք տեսել նրա ծածկոցի գույնից որոշել եք տղա է թե աղջիկ։ Հասարակության մեջ տարածված է, որ վարդագույնը աղջիկների համար է, իսկ կապույտը տղաների, բայց երբևէ հետաքրքրվել եք թե ինչու։ Ինչու են տղաները նախընտրում կապույտը, իսկ աղջիկները վարդագույնը։ Արդյոք դա մշակութային երևույթ է, ինչպես շատերն են ենթադրում, թե գունային այս տարբերակումը առաջանում է տարբեր մակարդակներում։ Հենց այս հարցի պատասխանի վրա են Մեծ Բրիտանիայում Նյուքասլի համալսարանի 2 նյարդաբաններ աշխատում։ Հետազոտողները ուսումնասիրության համար 2 սեռերից 20-26 տարեկան 206 մասնակից են ընտրել։ Փորձի արդյունքները ցույց տվեցին, որ եւ տղամարդիկ եւ կանայք հիմնական սահմանված գույներից նախընտրել են կապույտը։ Երբ տրվեցին խառնված գույները, որ ընտրեն, հետազոտվողների արական մասը ցույց է տվել գույների խառնուրդների լայն նախապատվություն, բայց երբ կանանց խնդրեցին ընտրել խառնված գույներից, նրանք հակված էին ընտրելու կապույտից հեռացող եւ սպեկտրի վերջում դեպի կարմիրը շարժվող գույները, որտեղ վարդագույնի եւ մանուշակագույնի երանգներն են։ Գիտնականները եզրակացրել են, որ գենդերների մեջ գույնի նախապատվությունների երկար ժամանակ նկատվող տարբերությունը իրական հիմք ունի։ Բայց հարցը մնում է նույնը. ինչու արական եւ իգական սեռերի միջև տարբերություն կա գույների նախապատվությունների նկատմամբ։ Դոկտորները ասում են, որ պատճառները հասնում են մինչև մարդկության հեռավոր անցյալը։ Թղթե ինքնաթիռի ամենաերկար թռիչքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ There it is. There it is. We are all over that one. That's going to do it. Get up there, get up there, get up there, get up there, get up there! Եթե կար ցանկություն, բայց չեք հասցրել դիտել հաղորդումը, հոգ չէ, կարող եք այն գտնել Artsakh.tv կայքում։ Կհանդիպենք։